Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1504-րդ օրն է, այն երկու օրվա ընթացքում, երբ մենք չենք հանդիպել, տեղի ունեցան մի շարք հետաքրքիր, ոգեշնչող եւ ցավոք նաեւ ողբերգական իրադարձություններ։ Ուկրաինական բանակը շարունակում է հարվածներ հասցնել կարևոր թիրախներին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ օկուպանտ Ռուսաստանի տարածքում, իսկ Ռուսաստանը արդեն ավանդաբար սեփական անզորությունից եւ դաժանությունից հարվածում է խաղաղ քնած ուկրաինացիների տներին, նորից երեխաներ են զոհվել։ Սկսենք դրական լուրերից։ Բարի ես կավելացնեի արդար դրոնները հարվածել են Նովորոսիիսկի նավահանգստի Շեսխերիս տերմինալում գտնվող օբյեկտներին, նավամատույցներին եւ հանգուցային ենթակառուցվածքներին, բռնկվել է խոշոր հրդեհ, ավելի ճիշտ հրդեհներ։ Վերջերս մեր դրոնները հիմնականում հարվածում էին հյուսիսային նավահանգիստներին, իսկ հիմա հերթը հասավ նորից փակելու նաեւ հարավային դարպասները, որոնց միջոցով Պուտինյան վարչակարգը միջոցներ է ստանում պատերազմը շարունակելու համար։ Հարվածները հասցվում են հետևողականորեն, եթե ռուսները որոշ ժամանակ անց ինչ-որ բան վերականգնում են, հարվածները կրկնվում են նրանց պատերազմական փողերից զրկելու համար։ Իհարկե ռուսական հոպի աշխատանքից տուժում են նաև հենց ռուսաստանցիները, ինչպես երեք, բայց այստեղ մենք ոչինչով օգնել չենք կարող։ Պուտինյան բանակը խաղաղ մարդկանց հարվածում է թե Ուկրաինայում եւ թե Ռուսաստանում, միայն թե Ուկրաինայում դա անում են հատուկ, իսկ Ռուսաստանում անփութության եւ անփորձության պատճառով։ Եթե ռուսաստանցիները չեն ցանկանում դառնալ իրենց իսկ առաջնորդի սանձազերծած պատերազմի զոհը, ապա պետք է ուղիներ փնտրեն ստիպելու իրենց վոժդին դադարեցնել պատերազմն ու հեռանալ ուկրաինական հողից։ Մեր այն հետևորդները, ովքեր բաժանորդագրված են մեր Telegram-յան ալիքին, վստահաբար տեսել են, որ Օդեսայում բնակելի շենքին ռուսների կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվել են խաղաղ մարդիկ ու երեխաներ, ու պարզ է, որ դա անպատասխան չենք թողնելու, իսկ թե այդ ընթացքում ռուսները իրենց իսկ մարդկանց որքան կվնասեն, արդեն հետո կիմանանք։ Նշեմ, որ ուկրաինական հարվածները եղել են չափազանց արդյունավետ, բացի Նովորոսիիսկից Մադիարի թիմը եւ ՍԲՈ-ն խոցել են ռուսական ադմիրալ Մակարով ֆլագմանը, որը պարբերաբար կալիբր հրթիռներ էր արձակում Ուկրաինայի ուղղությամբ, այսինքն կարևոր կրակակետ է մարվել։ Հարձակման ժամանակ նավը փորձել է կիրառել հոպ միջոցներ, սակայն դա չի խանգարել ուկրաինական դրոններին խոցել նավը, վնասվածքների աստիճանը ճշտվում է։ Ադմիրալ Մակարով տիպի ֆրեգատները Ռուսաստանի հիմնական նավերն են, որոնք օգտագործվում են հրթիռային հարվածների համար։ Դրանք կարող են կրել մինչև 8 կալիբր հրթիռ եւ հագեցած են շտիլ 1 զենիթային համալիրով։ Առանձին հաղորդվում է նաեւ Սիվաշ լողացող հորատման կայանքի խոցման մասին։ Մեր Telegram-յան ալիքի բաժանորդները վստահաբար տեսել են, որ հարվածի հեռարձակումը իրականացվում էր իրական ժամանակի ռեժիմում։ Սա փաստում է այն մասին, որ հեռահար դրոնները կարող են արդյունավետ գործել անգամ ռազմաճակատի գծից զգալի հեռավորության վրա։ Իդեպ ուկրաինական հարվածների հետևանքով Սոչիի, Կրասնոդարի եւ Գելենջիկի ռուսական օդանավակայանները զանգվածաբար հետաձգել եւ չեղարկել են ռեյսերը դրոնների սպառնալիքի պատճառով։ Փաստացի ադմիրալ Մակարով նավը Մոսկվայից հետո երկրորդ ֆլագմանն է, որ խոցվում է Սևծովյան նավատորմի նավերի ցանկում։ Նախորդին Վորոնեժի մարզի Ռոսոշ քաղաքում հարձակման է ենթարկվել նաեւ քիմիական արդյունաբերության խոշոր ձեռնարկությունը Մինու Դաբրենյան։ Տեղի բնակիչները հայտնում են հրդեհի մասին, կադրերը ինչպես միշտ մեր Telegram-ում են։ Բացի այդ զվարճալի է հետևել ռուսական քարոզչության ջանքերին, որի հռետորաբանությունը կտրուկ փոխվել է Կիևը 3 օրումից հասնելով մինչև Ուկրաինայի զինված ուժերը ՆԱՏՕ-ից հզորեն թեզին։ Պատերազմի 5-րդ տարում կրեմլյան քարոզչությունը արմատապես փոխել է իր խոսքը Ուկրաինայի եւ նրա բանակի մասին։ Կիևը 3 օրում գրավելու սպառնալիքների մասին ռուսները այլևս աշխատում են չհիշել, փոխարենը նրանք սկսել են խոսել ուկրաինական բանակի հզորության մասին։ Հատկանշական են դարձել քարոզչական Սալավյով լայվ ռեսուրսի կանոնավոր հաղորդումները, այնտեղ արդեն սկսել են պնդել, որ Ուկրաինայի զինված ուժերը զգալիորեն գերազանցում են ՆԱՏՕ-ին, իսկ Ուկրաինան կլանում է Եվրոպան։ Ստեղ են ասել, չէ, բա չիմացաք։ Քարոզիչները ուկրաինական բանակը անվանում են վիշապ, որը հասցնում է միաժամանակ եւ պատերազմել Ռուսաստանի դեմ եւ իբր հոշոտել Եվրոպան ու Հյուսիսատլանտյան դաշինքը։ Պատկերացնում եք։ Կրեմլյան քարոզիչների բերանից Ուկրաինայի ուժի եւ սուբյեկտայնության ընդունումը Մոսկվայի հռետորաբանության մեջ կարևոր տեղաշարժ է, ով չգիտի, ասեմ կադրերը ինչպես միշտ մեր Telegram-յան ալիքում են, վայելեք։
Այդ ընթացքում Financial Times-ը հայտնել է ուշագրավ մանրամասներ, ըստ պարբերականի Բալտիկ ծովի նավահանգիստներին Ուկրաինայի հասցված հարվածները զգալիորեն նվազեցրել են Ռուսաստանի նավթային եկամուտները, անգամ բարձր գների պայմաններում Մոսկվայի կորուստները մեկ շաբաթվա ընթացքում գնահատվում են մոտ $1 միլիարդ, Ռուսաստանի Բալթյան առանցքային նավահանգիստների վրա ուկրաինական դրոնների հարձակումները զգալիորեն կրճատում են Կրեմլի եկամուտները, չնայած այն հանգամանքին, որ նավթի համաշխարհային գները բարձրացել են 1 բարելի դիմաց $100-ից, Պրիմորսկի եւ Ուստ-Լուգայի ենթակառուցվածքներին հասցված հարվածները նվազեցրել են արտահանումը եւ խաթարել նավթամթերքի մատակարարումները, գրում է Financial Times-ը։ Այսպիսով Մոսկվան չի կարողանում լիարժեքորեն օգտվել Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին ստեղծված ձեռնտու գնային իրավիճակից, ռուսական էներգետիկայի վրա ճնշումը աճում է, հարձակումների շարքը ցույց է տալիս ռուսական արտահանման ենթակառուցվածքների խոցելիությունը, անգամ բազմամակարդակ պաշտպանության առկայության դեպքում Ռուսաստանը ուժեղացնում է ռադիոէլեկտրոնային պայքարի եւ օբյեկտների ֆիզիկական պաշտպանության համակարգերը, սակայն ուկրաինական հեռահար դրոնները շարունակում են հարվածներ հասցնել կրիտիկական նշանակություն ունեցող լոգիստիկ հանգույցներին։ Այն Սալավյովը, որ չամաչեր երևի հենց եթերում լաց էր, էներգետիկայից բացի արձանագրվում են հարձակումներ նաեւ քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների վրա, որոնց արտադրանքը օգտագործվում է արդյունաբերության եւ պաշտպանական ոլորտում։ Իդեպ Ռուսաստանը ձախողում է դեպի Եվրոպա գազի արտահանումը ասիական շուկայի մատակարարումներով փոխարինելու փորձերում, հենց հիմա երկիրը ռիսկի է դիմում բախվել լուրջ լոգիստիկ խնդիրների, Յամալ հեղուկ բնական գազ նախագծի մատակարարումները դեպի ասիական շուկաներ վերակողմնորոշելու գործընթացում, արտահանումը պահպանելու համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ եւս 35 նավ, սակայն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները դժվարացնում են դրանց կառուցումը։ 26 թվականին Յամալից մատակարարումները փաստացի մնում են կողմնորոշված դեպի եվրոպացիները, դեպի Ասիա դեռևս ոչ մի խմբականակ չի ուղարկվել։ Իրանից երկու բառ խոսենք, մինչ Թրամփը իբր բանակցություններ է վարում Պակիստանից արդեն իբր նոր փաթեթ են փոխանցել Իրանից Թրամփին, Թրամփը ասում է, որ ամերիկան ծրագիր ունի ոչնչացնելու Իրանում բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները, մինչդեռ Իսրայելը Թրամփի խոսքերի ֆոնին իրականացնում է իր սեփական հարվածները։ CNN-ը հաղորդում է, որ Իսրայելը հաստատել է Իրանում թիրախների թարմացված ցանկը բանակցությունների ձախողման դեպքում, ցանկում ներառված են Իրանի էներգետիկ եւ ենթակառուցվածքային օբյեկտները։ CNN-ին հայտնել են այս մասին երկու իսրայելական աղբյուրներ, ասեն, որ մեր Telegram-ում նաեւ Իրանից են կադրեր տեղադրում։ Իսրայելը սպասում է Թրամփի որոշմանը հաջորդ քայլերի վերաբերյալ, բայց մենք ունենք լրացուցիչ ծրագրեր առաջիկա շաբաթների համար, սպասելով Ամերիկայի կանաչ լույսին, CNN-ին ասել է իսրայելական անվտանգության պաշտոնյան։ Հետաքրքիր է տեսնել Թրամփի նոր քայլերը։ Զելենսկին արդեն երկու անգամ ընդգծեց, որ եթե մեզ դիմեն, մենք կօգնենք Հորմուզի նեղուցը բացելուն եւ ասաց, թե ինչպես ենք դա անելու, ինչպես ասենք Սև ծովից քշեցինք ռուսական նավերին, բայց ըստ վերջերս Թրամփը ինչ անի վերջում Զելենսկին է հաղթող դուրս գալիս։ Չեմ կարծում, որ Թրամփը մոտ ժամանակներս դիմի Զելենսկուն, բայց դե ինչպես ասում են, կապրենք կտեսնենք, մեկ էլ տեսար պապիկը անճարությունից դիմեց, իսկ մինչ այդ Զելենսկին, քանի որ Ամերիկայից հյուրեր են ունենալու, այս ֆոնին առաջարկել է էներգետիկ հրադադար Ռուսաստանին, դե պարզ է, որ Ռուսաստանը մերժելու է, բայց հետաքրքիր կլինի տեսնել ամերիկացիների ռեակցիան, թե ինչպես կարձագանքեն։ Իդեպ ըստ Reuters-ի տվյալների Ուկրաինան գտնվում է 850 կիլոմետր հեռահարությամբ գերձայնային բալիստիկ հրթիռի ստեղծման ավարտական փուլին։ Ուկրաինական Firepoint ընկերությունը դուրս է եկել միանգամից երկու գերձայնային բալիստիկ հրթիռների FP7-ի եւ FP9-ի մշակման եզրափակիչ փուլ։ Ըստ Reuters-ի ավելի կոմպակտ FP7-ը, որն ունի մոտ 300 կիլոմետր հեռահարություն, դիտարկվում է որպես ATACMS ամերիկյան հրթիռի անալոգ եւ կարող է ստանալ իր առաջին մարտական կիրառումը արդեն մոտ ժամանակներս։ Ավելի ծանր FP9 հրթիռը ընդունակ է մինչև 800 կիլոգրամ կշռող մարտագլխիկը հասցնել մինչև 850 կիլոմետր հեռավորության վրա եւ շուտով պետք է անցնի փորձարկումների։ Ինձ թվում է փորձարկումները կարող են լինել նաեւ հենց Մոսկվայի ուղղությամբ, ինչու ոչ։ Այս հեռահարությունը թույլ կտա Ուկրաինային Մոսկվային հասնել իր ամենածանր հարվածային միջոցներից մեկով։ Ուկրաինան մոտենում է այն փուլին, երբ իր զինանոցում կարող են հայտնվել սեփական հեռահար բալիստիկ միջոցներ,
լրատվամիջոցները նշում են դիտորդները, սակայն Firepoint ընկերությունը զբաղվում է ոչ միայն անօդաչուներով եւ բալիստիկայով, մեր լսարանը արդեն լավ գիտի, որ ուկրաինացի մասնագետները մշակում են նաեւ հայրենական հոբ համակարգեր, անցած 2 եթերներում անդրադարձել եմ այդ թեմաներին, ովքեր չեն դիտել անպայման դիտեք, շատ կարևոր եթերներ էին։ Firepoint-ը, որը հայտնի է որպես Flamingo թևավոր հրթիռի արտադրող, միաժամանակ բանակցություններ է վարում եվրոպական ընկերությունների հետ արդեն հաջորդ տարի հոբ նոր համակարգ թողարկելու շուրջ։ Նպատակը հավակնոտ է ստեղծել Patriot-ի ավելի էժան այլընտրանք եւ բալիստիկ հրթիռի որսման խոցման արժեքը իջեցնել մինչեւ $1 միլիոն ցածր մակարդակի։ Ընկերությունը նախատեսում է առաջին խոցումը իրականացնել մինչեւ 27 թվականի վերջը, մինչեւ այդ պետք է գնենք արտասահմանից բալիստիկ խոցող հակահրթիռները։ Ուկրաինական բանակը հյուսիսում ռուսներին հետ է քշում դեպի սահման։ Մեր զորքերը ավելի քան 3 կիլոմետր առաջ են շարժվել դեպի պետական սահմանի ուղղությամբ եւ վերահսկողության տակ են վերցրել Կուպյանսկի շրջանի Վելիկաբուրլուկսկի համայնքի Ամբարնայի գյուղից հյուսիս գտնվող անտառային զանգվածը։ Սա ունի կարևոր ռազմավարական եւ զգալի հոգեբանական ազդեցություն ռուսների վրա։ Նորից մոտենում ենք Կուրսկի մարզին, իսկ հարավում Ուկրաինայի զինված ուժերը առաջ են շարժվել ռազմաճակատում եւ վերացրել ռուսական բանակի վտանգավոր սեպաձև առաջխաղացումը։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նոր հաջողության են հասել հարավ Դոնբասյան ուղղությամբ, լիկվիդացնելով ռուսական ներխուժումը Նովոսյոլովկայի շրջանում։ Ուկրաինայի զինված ուժերը բարելավել են դիրքերը Վոլչե եւ Վառոնա գետերի միջագետքում, ինչը դժվարացնում է ռուսական բանակի հետագա առաջխաղացումը դեպի Պոկրովսկի ուղղություն։ Ռուսական ուժերը դժվարությունների են բախվում գրավված դիմագծերը պահպանելու հարցում, անգամ զորքերի զգալի կենտրոնացման պայմաններում։ Իդեպ ուկրաինական բանակը Ալեքսանդրովկայի ուղղությամբ ազատագրել է 12 բնակավայր, այս մասին հայտնել է գեներալ Սիրսկին։ Ընդհանուր առմամբ անցած 2 օրում ռազմաճակատում տեղի է ունեցել 270 ռազմական բախում։ Ուկրաինայի զինված ուժերը անցած 2 օրվա ընթացքում ոչնչացրել են 1920 ռուս օկուպանտների եւ նրանց 4552 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Սա Ուկրաինայի գլխավոր շտաբի տեղեկատվությունն է, ռելիզը ձեր էկրաններին է, իսկ թշնամու ընդհանուր կորուստները 22 թվականի փետրվարից ի վեր ըստ արձանագրված տվյալների գնահատվում են արդեն 1,305,470-ի։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաև, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, ասեմ, որ բավականին հետաքրքիր կադրեր ունենք նաև Իրանից, ովքեր բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Իսկ ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար մշտական, ձեր լայքերով եւ մեր հեռարձակումը սոցիալական ցանցերում տարածելով շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Սա իրոք մեր ընդհանուր պայքարի ձևն է ռուսական ապատեղեկատվության դեմ։ Այսօր ցանկանում եմ հերթական անգամ պատասխանել մեր առանձին ունկնդիրների հարցերին, այն մասին, թե ինչու չենք հրավիրում այս կամ այն հյուրին, ովքեր նախկինում եղել են մեր եթերում։ Ես բազմիցս պատասխանել եմ այդ հարցին եւ մեկնաբանություններում եւ եթերների ժամանակ, բայց երևի կամ ուշադիր չեն լսում, կամ էլ հարցը տրվում է այլ նպատակով։ Ես արդեն առիթներ ունեցել եմ եթերից ասելու, որ մոտ 2 տասնյակ փորձագետներ դուրս են մնացել մեր հյուրերի ցանկից։ Դա ունի տարբեր պատճառներ։ Նախ առողջական վիճակից պատճառով եթերների ձևաչափը փոխվել է, եւ երկրորդը ես բազմիցս ասել եմ, որ եթերում հնչող խոսքը մեր պատասխանատվությունն է, քանի որ իմ ալիքները գտնվում են Ուկրաինայի իրավասության յուրիսդիկցիայի ներքո եւ մենք պատասխանատու մարդիկ ենք, ձգտում ենք, որպեսզի հնչող խոսքը գիտելիք բերի, տեղեկություն բերի, այլ ոչ թե շփոթմունք դառնա կամ ապատեղեկատվության պատճառ։ Արդեն ավելի քան 1.5 տարի է, ինչ մենք չենք հրավիրում բազմաթիվ հյուրերի, կրկնեմ, մենք հրավիրում ենք այն հյուրերին, ում խոսքին վստահում ենք եւ համոզված ենք նրանց կոմպետենտության մեջ, բայց քանի որ առողջական վիճակից եւ զբաղվածության պատճառով չենք կարող ստուգել բոլոր հյուրերի ասացի հավաստիությունը, մենք կրճատել ենք այդ ցանկը։ Նրանց համար, ովքեր սիրում են ավելի կտրուկ խոսք, այսպես ասեմ, ում վստահում ենք, նրանց էլ հրավիրում ենք։ Եթե ինչ-որ մեկի սրտով չէ, ցավում ենք, բայց սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք։ Հաճախ հարցնելով այս կամ այն հյուրին չհրավիրելու պատճառների մասին,
մասին, մեզ ասում են մենք նրանց հենց ձեր մոտ տեսանք եւ սիրեցինք։ Այստեղ պատասխանը կարճ է։ Մենք հյուրերից ոչ մեկի հետ ազգական չենք ամուսնացել կամ բաժանվել, երեխա չենք կնքել, քավոր սանիկ չենք։ Ուստի եթե դուք կողմնորոշվել եք մեր ալիքում տեսնելով, ապա ասեմ, որ ափսոսում եմ ու մենք որևէ պարտավորություն չունենք ինչ որ մեկին մշտապես հրավիրելու։ Կրիտերիաները ասացի։ Կրկնվեմ, մեզ համար ամենակարևոր չափանիշը հյուրի կոմպետենտությունն ու վստահելիությունն է։ Մենք չենք ցանկանում, որ մեզ մոտ հնչած խոսքը սխալ մեկնաբանվի, ուստի կրճատել ենք հյուրերի թիվը։ Եվ ես արդեն ասել եմ, ամեն անգամ, երբ հարցնում եք այս կամ այն կոնկրետ հյուրի մասին, դուք ավելի եք հեռացնում այդ մարդու հետ եթեր անցկացնելու հնարավորությունը, որովհետև ես հիմքեր ունեմ կասկածելու, որ այդ հարցերը սովորական հետաքրքրություն չեն, ցավոք։ Անալիտիկայի YouTube-յան ալիքը, որտեղ մենք հյուրեր ենք հրավիրում, հանդիսանում է անալիտիկա ինտերնետ պարբերականի մաս, որը միջազգային ժյուրիի կողմից ճանաչվել է լավագույնը աշխարհում հայկական սփյուռքի լրատվամիջոցների մեջ։ Դա եղել է հենց առաջին իսկ մրցույթի ժամանակ, այսինքն առաջին իսկ մրցույթին անալիտիկան լավագույնն է ճանաչվել։ Եվ դա մեծ պատասխանատվություն է։ Մի մեծ ոսկե մեդալ ենք ստացել լավագույնը լինելու համար, ձեր էկրաններին է։ Մեզ համար մեծ պատասխանատվություն է տեսաձևաչափով հարթակ տրամադրել մարդկանց, հենց այդ պատճառով ձայների լայն սպեկտրի շրջանը ցավոք ավարտվեց։ Մենք երկար ժամանակ լսում էինք բոլորին բազմակարծության համար, մեզ մոտ հնչում էին տարբեր կարծիքներ, տարբեր մարդիկ էին խոսում, բայց որոշեցինք դադարեցնել դա վերը նշված պատճառներով։ Խնդրում ենք ճիշտ ընկալել, մեզ համար կարևորը ճշմարիտ տեղեկատվությունը մեր լսարանին հասցնելն է։ Իսկ այն հյուրերը, ում մենք չենք հրավիրում, վստահ եմ Հայաստանում կան բազում ալիքներ, որտեղ նրանք սիրով կհյուրընկալվեն։ Ցանկանում եմ նաև պատասխանել հաճախ տրվող հարցին, ում ընտրել Հայաստանի ընտրություններում։ Ճիշտ ասած, զարմանում եմ այդ հարցի համար, որովհետև հարցը տրվում է արտերկրում ապրող մարդու։ Միանգամից ասեմ, կոնկրետ պատասխան չի լինելու, պարզապես այն պատճառով, որ ես համարում եմ, որ իրավունք չունեմ ավելի քան 30 տարի Հայաստանում չբնակվելով խորհուրդներ տալ, թե ում ընտրեն հայաստանցիները։ Ես ստացել եմ պատասխանատու դաստիարակություն եւ կրթություն, եւ ինձ թույլ չեմ տա որևէ մեկի օգտին քարոզչություն անել, չապրելով Հայաստանում։ Մեր լսարանը լավ գիտի, ես քաղտեխնոլոգ եմ, ես կարող եմ քննադատել հայ քաղաքական տարբեր գործիչների այս կամ այն քայլերը Հայաստանում ծնված լինելու իրավունքով, կարող եմ կիսվել քաղաքական փորձով, հուշել հարցերի լուծման ուղիներ, քանի որ Հայաստանը իմ հայրենիքն է, ես միշտ պաշտպանել եմ Հայաստանի շահերը, ինչի համար իդեպ ունեմ բավական պարգևներ եւ մեդալներ, կրկնեմ, մեկը չի, շատ է, որովհետեւ մարդիկ կան հետաքրքրվում են, դե երևի թե համեստ չի լինի ամենը թվարկել, ասեմ, որ շատ են, մեկը չի։ Բայց պարգևները մի կողմ, երկրի շահերը, հայրենիքի շահերը պաշտպանելը մի բան է, իսկ ընտրությունների ժամանակ դրսից խորհուրդ տալը այլ բան։ Ես դա համարում եմ ոչ բարոյական եւ ինձ նման բան թույլ չեմ կարող տալ։ Բայց որպես ձեր հայրենակից, ով ունի քաղաքական փորձ, ես կարող եմ կիսվել այն օրինակով, որը ես եւ իմ ընտանիքը կիրառում ենք օրինակ Ուկրաինայում, երբ գալիս է ընտրությունների ժամանակը։ Ամենակարևոր սկզբունքը մեզ համար, որին մենք այստեղ տարիներ շարունակ հետևում ենք, դա չհավատալ թեկնածուների գեղեցիկ խոստումներին, այլ նայել կոնկրետ ամեն թեկնածուի արած գործերին, ավելի ճիշտ գրանցած արդյունքներին, գործերի ընթացքում գրանցած արդյունքներին, որովհետև երբ բոլորը քննադատում են իշխանություններին ու գեղեցիկ բառեր ասում, իմիջիայլոց ոմանք հատուկ են օգտագործում գեղեցիկ բառեր ավելի խելացի երևալու համար, այ դրանցից ավելի զգուշ եղեք, քանի որ հենց նրանք, ովքեր խոսում են բարդ բառերով, հաճախ թաքցնում են իրենց անիրազեկությունը եւ ուզում են ավելի խելացի երևալ, քան կան իրականում։ Այդ իսկ պատճառով զգուշությունը կարևոր է։ Իսկ քննադատելը միշտ էլ հեշտ է, երբ չկա պատասխանատվություն, ուստի աշխատեք զոհ չդառնալ պոպուլիստներին, այնպես որ առաջի սկզբունքը դա հավատալ ոչ թե խոսքին, այլ ստուգել գործը, գործի արդյունքը։ Իդեալական թեկնածուն կամ քաղաքական ուժը նա է, ով ունի քաղաքական փորձ, ասենք երկար տարիներ ազնվորեն պաշտպանում է իր ծրագիրը եւ ձեր արժեքներին համապատասխան գաղափարախոսությունը, կամ էլ ունի քաղաքական կամ պետական ոլորտում աշխատանքի դրական փորձ, բայց օրինակ դուրս է մղվել անարդար մրցակցության պատճառով։ Այսինքն այդ մարդը կամ ուժը ունի դրական փորձառություն, որին կարելի է վստահել։ Հաջորդիվ թեկնածուն կամ ուժը պետք է ունենա ձեր վստահությունը շահող ծրագիր, որը կարող է փաստարկված պաշտպանել, եւ ամենակարևոր պահերից մեկը նա է, պետք է ներկայացնի կադրեր այդ ծրագիրը իրականություն դարձնելու համար։ Առանց պատրաստի կադրերի ցանկացած քաղաքական գործ
փորձ չի ասածը ու գրածը, պարզապես բարի ցանկություններ են։ Սա ես կրկնեմ մեր ընտանիքի ընտրություններին մոտեցումներն են։ Քանի որ մեր լսարանը մեծ ընտանիք է, ես պատմում եմ մեր ընտանիքի փորձը առանց ուղղորդելու։ Ընտրության համար չափազանց կարևոր ասպեկտ է քաղաքական հենարանի կամ արտաքին կապերի առկայությունը։ Ցանկալի է իհարկե, որպեսզի այդ արտաքին կապերը լինեն մեծ յոթնյակի երկրներում, հավատացեք իմ քաղաքական փորձին, քաղաքականության մեջ այդպես է, ինչպես եւ կյանքում, ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։ Ընդ որում ընկերներ ունենալը չի նշանակում, որ ինչ որ մեկը մեր փոխարեն ինչ որ բան կանի։ Ոչ, միջազգային ասպարեզում բարեկամական մթնոլորտը անհրաժեշտ է սեփական խոսքը հարմար, կոմֆորտ հարթությունում տեղ հասցնելու համար, ուստի վստահելի կապերը անհրաժեշտ են թե սեփական երկրի զարգացման, թե օգտակար գործընկերների հետ երկկողմ հարաբերությունների համար։ Քանի որ հայ ժողովուրդը ունի համաշխարհային սփյուռք, այստեղ ես կլինեմ սուբյեկտիվ եւ կհայտնեմ իմ անձնական կարծիքը Հայաստանի առումով, որը ոչ ոքի չեմ պարտադրում։ Ես անձամբ կարծում եմ, որ հայկական սփյուռքի ներուժը ներգրավված չէ Հայաստանի զարգացման մեջ կամ ներգրավված է ծայրահեղ անբավարար չափերով, եւ երբ ասում եմ ներուժ, նկատի ունեմ առաջին հերթին մասնագետների փորձը, կադրերը, այլ ոչ թե փողը։ Փող կլինի այն ժամանակ, երբ կլինեն մարդիկ, ովքեր կսկսեն այն վաստակել Հայաստանի համար։ Նվիրատվությունները արագ վերջանում են, փորձը դա է ցույց տալիս։ Մեզ պետք են ոչ թե նվերներ սփյուռքից, այլ համատեղ զարգացում, համատեղ ներդրումներ եւ կադրային քաղաքականություն։ Մենք հանգիստ կարող ենք ցանցային քաղաքականություն վարել ի օգուտ Հայաստանի։ Մեզ պետք են համազգային տնտեսական պրոյեկտներ, որ աշխարհի ցանկացած վայրում ապրող հայը ցանկանա ներդրումներ կատարել, իսկ այդ ցանկությունը կլինի միայն երբ կոմպետենցիա եւ սփյուռքի մասնակցություն երևա։ Բայց սա կարծես մի փոքր շեղվեցի, դրա համար հենց ասում եմ սփյուռքի մասը իմ անձնական կարծիքը, իմ անձնական մոտեցումը Հայաստանի առումով, հա։ Իմ կարծիքով անհրաժեշտ է, որ սփյուռքի ներկայացուցիչները լինեն իշխանության բոլոր օղակների կողքին, հասարակական խորհուրդներից մինչև վերահսկողական մարմիններ, որպիսի բարելավվի կառավարման որակը։ Մասնագետների ընտրությունը պետք է կատարվի ոչ թե ծանոթ բարեկամ սկզբունքով, այլ ամբասիր փորձով եւ իհարկե անվտանգության համապատասխան ստուգումից հետո, որպիսի թույլ չտրվի օտարերկրյա գործակալների մուտքը դեպի սրբության սրբոց Հայաստանի պետության գաղտնիքներին, պետք է անվտանգությունը իր աշխատանքը լավ կատարի։ Կրկնեմ, սա իմ անձնական կարծիքն է եւ միանգամից ասեմ, ես անձամբ որևէ հավակնություն չունեմ, նկատի չունեմ ինձ կամ իմ հարազատներին։ Այս ամենը զուտ կոնցեպտուալ մոտեցում է։ Ամփոփելով ասածը կրկնեմ, քվեի արժանի տեխնացու է նա մեր ընտանիքի համար Ուկրաինայում, ով ոչ միայն խոսում է, այլ գործով ցույց է տալիս դրական փորձը, ներկայացնում է կադրեր, քանի որ առանց կադրերի ամեն ինչ պարզապես գեղեցիկ երազանք է։ Եվ այն տեխնացուն, ով ունի հենարան ու կապեր միջազգային քաղաքականության մեջ, այսինքն ամեն ինչ չափազանց պարզ է։ Ընտրություն կատարելիս պետք է աշխատենք առաջնորդվել բացառապես պրագմատիզմով։ Էմոցիաները թողնենք այն ժամանակների համար, երբ մեր ընտրությունը իրեն կարդարացնի եւ ասենք վայելենք հաղթանակը։ Իսկ հաղթանակը Հայաստանի առումով մեր բոլորիս համար մեկն է՝ անվտանգ, զարգացած եւ բարեկեցիկ Հայաստան, որտեղ ապրում են առողջ ու երջանիկ մարդիկ, այսինքն սկզբում պրագմատիզմ առանց էմոցիաների, իսկ էմոցիաները կլինեն հաջողության հասնելիս։ Մենք դատարկախոսներին վստահելու հայրենիք չունենք, եւ այս առումով ես որպես Հայաստանում ծնված մարդ դրսից հույսս դնում եմ ձեր ճիշտ ընտրության վրա, քանի որ ես Ուկրաինայից եմ, մի փոքր ինտրիգա ավելացնեմ, որպեսզի մեկնաբանություններում քննարկելու թեմա լինի, իդեալական կլիներ տեխնացուներից ստանալ պատասխան ում է Ղրիմը։ Եթե մարդն առանց վարանելու ասում է, որ այն պատկանում է Ուկրաինային, նշանակում է այդ մարդու համար միջազգային ասպարեզում ամեն ինչ պարզ է եւ կանխատեսելի է։ Եվ այդ մարդու հետ Հայաստանի համար է այդպես լինելու, որովհետեւ ընտրվողը Հայաստանն է ներկայացնելու, կամ падգամավորական դիրքից, կամ արդեն կառավարական։ Իսկ եթե տեխնացուն մտածմունքի մեջ ընկնի կամ պատասխանի, թե ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ Ղրիմի առումով, նշանակում է ձեր առջև օտար կայսերական վարչակարգի ծառա է, ով ծառայելու է ոչ թե Հայաստանին, այլ իր տերերին մեկ այլ երկրում։ Ինձ թվում է հստակ պատասխանեցի հաճախ տարվող հարցերին եւ նորից կրկնեմ իմ համոզմունքը դրսից ոչ ոք իրավունք չունի Հայաստանի քաղաքացիներին ուղղորդի, թե ում կոնկրետ ընտրի։ Սա իմ կարծիքն է, իմ համոզմունքն է, չափանիշների պահով խնդրեմ, ինչպես ես կիսվեցի իմ փորձով, բայց մատնացույց չարեցի թե ում ընտրել, որովհետեւ մատնացույց անելը դա դրսից միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, որքան էլ մեր սիրտը
խավի, մենք պետք է լինենք օրենքի եւ բարոյականության սահմաններում։ Վարվենք այնպես, ինչպես կուզեինք, որ վարվեին մեզ հետ, այսպես ասեմ։ Եվ խնդրանք, մեկնաբանություններում պետք չէ գրել հայաստանյան քաղաքական ուժերի անունները, ասենք կոնկրետ մեկնաբանություն գրողը երկրպագում է։ Սա ուկրաինական հարթակ է, արդեն ստիպված արգելափակել եմ մի 20 հոգու, եկեք թողնենք հայկական քաղաքական ընտրությունը Հայաստանի հարթակներին։ Հուսամ ճիշտ կընդունեք խնդրանքս, կարող ենք քննարկել ցանկացած թեմա, բայց ագիտացիա ուկրաինական ալիքի մեկնաբանություններում խնդրում եմ պետք չէ։ Չեմ կարող ամեն մեկնաբանություն քննարկել, դարձնել եսիմինչ, այդ իսկ պատճառով, երբ տեսնում եմ որևիցե ուժի անուն, պարզապես արգելափակում եմ։ Խնդրում եմ ճիշտ ընկալել, սա ինչ որ կողմնակալություն չէ, պարզապես ուկրաինական հարթակը այնտեղը չէ, որտեղ պետք է ագիտացիա լինի ոչ ուկրաինական քաղաքական ուժերի։ Կարճ միջազգային իրադարձություններին անդրադառնանք, քանի դեռ Թրամփի հերթական վերջնագրի ժամկետը լրանում է, իսկ Իսրայելը ամենօրյա բազմաթիվ հարվածներով անդառնալի վնաս է հասցնում Իրանին, բրիտանական Times-ը հայտնում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ով ըստ իսլամիստների այդ պաշտոնում փոխարինել էր իր զոհված հորը Ալի Խամենեին, այժմ գտնվում է կոմայի մեջ Ամերիկայի եւ Իսրայելի հարվածների հետևանքով եւ չի կարող կառավարել երկիրը։ Սա ամենայն հավանականությամբ պատասխանն է իրանական հերթական կեղծ տեսանյութին, որտեղ իբր Մոջթաբան անձամբ կառավարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարվածները, ծիծաղել են այս իսլամիստ քարոզիչները, շատ նման են ռուս քարոզիչներին, նրանք փորձում են արհեստական բանականությամբ ստեղծել տեսանյութեր եւ դրանցով կերակրել բոլորին, ում հնարավոր է, մոռանալով թե ընդհանրապես որտեղից են այդ տեխնոլոգիաները եկել։ Իդեպ պակաս ծիծաղելի չեն այն պուտինիստները, ովքեր Հայաստանում եթեր են հրավիրվում եւ սուրճի բաժակ նայողի պես իրականությունից հեռու նարատիվներ են ստեղծում։ Սրանք իրենց փորձագետ անվանելով ոչ միայն կանխատեսում են Իրանի հաղթանակը Ամերիկայի ու Իսրայելի նկատմամբ, այլև պատմում են, թե Իրանը իբր գրավելու է Ադրբեջանը, պատկերացնում եք, ել ավելի զավեշտալի են այդ ալիքների հաղորդավարները, ովքեր ի պատասխան չեն տալիս պարզ հարց։ Եթե անգամ հիպոթետիկ պատկերացնենք նման բան, ապա հայերին եւ Հայաստանին ինչ դրանից։ Ինչ կստանա Երևանը նրանից, որ ասենք Իրանը այնքան հզոր լինի եւ գրավի Ադրբեջանը։ Միթե այս գուշակները կարծում են, որ Իրանը գրավելու է Ադրբեջանը, որպեսզի Արցախը վերադարձնի Հայաստանին ու հայերին։ Անկեղծ ասած ապշած են չափահաս մարդկանց նման միամտությունից ու անադեկվատությունից, եւ ամենավտանգավորն այն է, որ նման մտքերը տարածվում են այն ժամանակ, երբ փաստացի ընթանում է երրորդ համաշխարհային պատերազմը, ընդ որում ոչ թե ինչ որ հեռու տեղում, այլ Արաքս գետի այն ափին։ Ես հասկանում եմ, որ հիմա նախընտրական շրջան է եւ իշխանությունները զբաղված են այլ հարցերով, բայց այս նարատիվներին պետք է հետևել եւ ժողովրդին բացատրել, թե ինչը ինչից հետո է։ Թե չէ սա թաքնված իսլամիստական քարոզ է նաեւ։ Մի երկրում, որը եվրոպական արժեքների կրող է, որի ժողովուրդը առաջի քրիստոնյան է։ Ես հասկանում եմ, որ ոմանք կարող են iPhone-ները ձեռքներին ամերիկան չսիրել, բայց որքանով է արդար սեփական մոլորությունները եւ թյուրիմացությունը տարածել հանրության մեջ։ Ախր Իրանի իսլամիստների լեզվին խապնվելով Ամերիկայի ու Իսրայելի 100 հարվածին մեկով պատասխանելով, ոգևորվելով, ոչ Իրանն է բավարարվում, ոչ էլ այդ կերպ մտածողները։ Ավելին ասեմ, արդեն կան գնահատականներ, որ պետության եւ հիմնական կառույցների առումով նույնիսկ Ուկրաինան հակամարտության լայնամասշտաբ պատերազմի պայմաններում արդեն 5-րդ տարին է գնում, նույնիսկ երկրի 19% օկուպացիայի տակ, չնայած այդ թիվը հիմա նորից նվազում է, Ուկրաինան ցուցաբերում է ավելի մեծ դիմադրողականություն եւ ֆունկցիոնալություն, քան Իրանը ներկայիս մեկամսյա հարձակումների պայմաններում։ Սա դեռ վերջնական տվյալներ չեն, քանի որ պատերազմը Իրանում շարունակվում է, բայց նման գնահատականներ արդեն կան։ Նույնիսկ եթե թռուցիկ անցնելով փաստերի վրայով նայենք, հասկանում ես, որ Ուկրաինան Կիևի վրա ծանր ռումբեր չի թողել, որ գցեն ռուսները։ Մենք հոբ ունենք, իսկ Թեհրանի վրա տեսնում ենք մեկ ամսվա մեջ քանի ծանր բազմատոննայանոց 13-14 տոննայանոց ռումբեր են նետում։ Չկա այդ երկրի հոպը, հոպից վայ-վայն է մնացել։ Իհարկե, ի տարբերություն ռուսների, Ամերիկան եւ Իսրայելը բնակիչներին հատուկ չեն թիրախավորում, բայց խոցված թիրախները Իրանի պետությունն են ավիրում։ Եթե Ամերիկան ու Իսրայելը խփեին ինչպես ռուսները Ուկրաինայի բնակելի թաղամասերին, հատուկ, ապա Թեհրանի բնակելի թաղամասերից միայն փոշին էր մնացել։ Տեսնում եք ինչ ահավոր են ռուսների կես տոննայանոց Իսկանդերների հարվածները, ասենք, Կիևին կամ այլ վայրերին։ Բա պատկերացրեք 20 անգամ ավել ծանր քաշ ունեցող ամերիկյան ռումբերը, որ ընկնում են Թեհրանի
եւ Իրանի տարբեր վայրերում։ Իրոք շատ տարօրինակ է, որ հերվում նստած մարդիկ իրենց նախասիրություններից ելնելով փորձում են մոլորեցնել մի ամբողջ հանրություն։ Նաեւ ընդհանրապես չեմ հասկանում Իսրայելին հասցրած հարվածների վրա ուրախացողներին։ Ավելին, դրանք ուրախանում են իբր քիչ է, դեռ սոցիալական ցանցերում յան ազգանուններով իսլամիստներին են աջակցում։ Սա պարզապես շոկ է։ Լավ, շատ շեղվեմ, ես դրանց բոլորին պուտինիստ եմ համարում, իրենք անցյալն են, ուղղակի դեռ փորձում են աշխուժ երևալ, ինչպես իրենց Պուտինը կամ արդեն ամենայն ծանր վիրավոր որդուն են իբր կենթանի ցույց տալիս, սա իրենց ոչն է, թվալ ոչ թե լինել։ Իսկ Ռուսաստանն այսօր կրկին առանց ինտերնետ էր, բազմաթիվ հայտնի կայքեր պարզապես դադարել են գործել, Ռուսաստանի բնակիչները, այդ թվում Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, հերթական անգամ դժգոհել են կապի վատ աշխատանքից, իսկ նրանք, ովքեր դեռ ինտերնետ ունեն, տրտնջում են, թե Ռուսաստանն Ուկրաինայում բաց է թողել իրենց հաղթական պահը, ռուս Z քարոզիչ Զախար Պրիլեպինը ողջ երկրի առջև խոստովանել է, որ Ուկրաինան գրավելու եւ այն ապառազմականացնելու Պուտինի ծրագիրը լիովին ձախողվել է, դե երբ նրանք դեռ ամենուր ինտերնետ ունեին, բոլորովին այլ բան էին ասում, սակայն Ռուսաստանի սովետականացումը շարունակվում է, Ռուսաստանի բնակիչները չեն դադարում զարմացնել այսպես կոչված հայրենասիրության եւ աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության դրսեւորումներով, Բելգրադի մարզում օրերս ռուս երեխաները պարել են Ուկրաինայի դեմ պատերազմի մասին Պուտինի ելույթի տակ, այսինքն նրանք նպատակաուղղված ուզում են մեծացնել ուկրաինացի սպանողների։ Սա ֆաշիստ Ռուսաստանի դեմքն է։ Տեղեկություն ունենք, որ 2 օր Արեշնիկ հրթիռ են կարողացել ռուսները հավաքել եւ ուզում են դրանցով խփել Ուկրաինային, դե երևի իրենց խելքով դա ինչ որ բան կարող է փոխել, հա։ Տենց էլ չհասկացան, որ նախ պետք է կարողանաս խոցես, երկրորդը, որ ուկրաինացիները նման բաներից հետո միայն ավելի մեծ եռանդով են պայքարում օկուպանտների դեմ։ Տեսնենք, թե ինչ կհաջողվի ռուսներին, ցանկացած դեպքում սա պարզապես իրենց տկարության դրսևորումն է։ Կրեմլի կործանարար քաղաքականությունը նրան միայն խնդիրներ է խոստանում ընդ որում գրեթե բոլոր ուղղություններով, տհաճ հարված Մոսկվայի համար Ղազախստանը հարված հասցրեց Ռուսաստանին, նրան հեռացնելով 3 համատեղ նախագծերից, Ղազախստանը հրաժարվել է Ռուսաստանի մասնակցությունից 3 խոշոր ջեկերի կառուցման գործում, ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով։ Այս որոշումը հարված էր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությանը եւ ասեմ ձեզ, որ սա շատ հեռու է վերջին հարվածը լինելուց։ Ռուսաստանին ֆինանսները չեն հերիքում դրոններ արտադրել, ելուր մնաց Ղազախստանում ջեք, հա։ Իսկ այդ ընթացքում 26 թվականի մարտին լայնամասշտաբ պատերազմի ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի խորը թիկունքի ուղղությամբ արձակել են ավելի շատ հարվածային դրոններ, քան Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ։ Ըստ մասնագետների տվյալների Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 5500 հեռահար դրոն, իսկ մենք պատասխանել ենք 7000-ով։ Մեր հարվածների արդյունքները հուսով եմ ոգևորությամբ տեսնում եք մեր Telegram-յան ալիքներում։ Այնտեղ մենք իհարկե ցուցադրում ենք նաև Ռուսաստանի բարբարոսական հարվածները, բայց միևնույն է մեր հարվածները ավելի շատ են։ Բացի Նավառոսիյսկի Ռուսաստանի Սևծովյան նավատորմի եւ Վորոնեժի մարզի քիմիական կոմբինատի 3 խոցումներից այսօր ավելացան նոր խոցված թիրախներ Ռուսաստանի տարածքում։ Երեքշաբթի վաղ առավոտյան ապրիլի 7-ին ուկրաինական դրոնները կրկնակի հարձակման են ենթարկել Ռուսաստանի Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգիստը, որի միջոցով, ինչպես գիտեք, վաճառվում էին առաջ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթը։ Հարվածը տեղի ունեցել այն լուրից հետո, որ ռուսները փորձել են վերագործարկել նավահանգիստը։ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հաստատել է, որ այս գիշեր դրոնները գրոհել են տարածաշրջանի ռազմավարական օբյեկտները, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ որոնք։ Դե ուկրաինական գենշտաբը, ինչպես միշտ, իր խոսքը կասի։ Հարվածները շատ են, դրանք բաց չթողնելու եւ միշտ բարձր տրամադրություն ունենալու համար հետևեք մեր Telegram-յան ալիքին։ Ինչպես արդեն ասացի, նաև Իրանից ենք բազում կադրեր տեղադրում։ Այսքանով ավարտեմ այսօրվա եթերը, նորից կրկնեմ, որ քանի բուժումս շարունակվում է, կշարունակեմ ձեզ այս ֆորմատով տեղեկացնել մեր լուրերի մասին, մինչև տեսնենք ինչ կլինի, հուսամ չեք նեղվում, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքի մասին, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեզ շատ է օգնում։ Ձեզ ամենալավն ու բարին, մինչ նոր հանդիպում եւ ամենագլխավորը անփորձանք եղեք։